Բարի օր, հանրային ռադիոյի եթերում, ինչպես միշտ շաբաթ օրերին այս ժամին Հանրամեդիայի հերթական թողարկումն է, այս տարվա վերջին թողարկումը, վերջում հուսամ իմ գործընկերների հետ կանցնենք նաև շնորհավորական ուղերձներ, ճիշտ է, կարոտ չեն մնացել մարդիկ դրան, մանավանդ դրանց պակասը չի լինելու, բայց այսօր ես զրուցելու եմ իմ գործընկերներ լրագրող Արմինե Ավետյանի եւ Facebook-յան լրագրողների խումբ հարթակի հիմնադիր Զորաբ Եգանյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն, քանի որ այսպես ավանդույթ կա, որ ինչ որ իրադարձությամբ մենք միշտ սկսում ենք զրույցները 3 օր առաջ, չորեքշաբթի օրը խորհրդարանագում հավատարմագրումից զրկվեցին միանգամից 2 լրագրող, Ժողովուրդ օրաթերթի լրագրողները, մեր գործընկերները զրկվեցին, եթե չեմ սխալվում, 1 տարով լուսաբանելու իրավունքից եւ հնարավորությունից խորհրդարանի աշխատանքների ներսից նկատի ունեմ, եւ դա այսպես բավական բուռն քննարկումների թեմա դարձավ, թե իրենց համար եւ թե մնացած լրատվամիջոցների համար, ընդ որում հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք մեր նախորդ թողարկումներում էլի մեր գործընկերների հետ խոսում էինք լիցենզավորման հնարավորության մասին, այդ լիցենզիայը, եթե լիցենզավորում լինի լրագրողներին, հետո լիցենզավորումը այդ լիցենզավորումից զրկելու տարբերակների, այսինքն պատժամիջոցների ըստ էության, հիմա մենք գործում ենք ուղիղ պատժամիջոցի հետ։ Հիմա որքանով էր նախ արդար ընդհանրապես զրկել այդ տարբերակին գնալը նորմալ էր, թե չէ։ Արդարը ճիշտն ասած չեմ կարող ասել, որտեվ շատ ժամանակ չեմ ունեցել ես ինքս ուսումնասիրելու այդ խնդիրը, բայց բնականաբար լրագրող լինելով ես դեմ եմ նման դրսևորումներին եւ լրագրող լինելով նաեւ իմ նախկին փորձից կարող եմ ասել, որ ու նաև հավաստիացնել, որ լրագրողի գործունեությունը սահմանափակելը ճիշտ չի այն առումով, զուտ նաև դա պաշտոնյաների, հիմնականում պաշտոնյաներն են, չէ, սահմանափակում։ Պաշտոնյաների համար դա լավ չի արադառնա նաև ոչ միայն իմիջային առումով, դա նաև իմիջային առումով, այո, նրանք ըստ երևույթին որոշակի կոպիտ ասած վախ ունեն, զգուշավորություն ունեն լրագրողներից կամ իրենց ներսում ինչ որ խնդիր տեսնում են, որ լրագրողների աշխատանքը սահմանափակում են, որ այդ խնդիրներով լրագրողը իր հարցապնդումներով չհասնի նրան։ Մյուս կողմից էլ եթե որոշակի ինչ որ այնուամենայնիվ խնդիր կա, պետք չի, ես միշտ կոչ եմ արել պաշտոնյաներին եւ կողմ եմ եղել բաց լինել։ Հակառակը ավելի նախահարցակ լինել այն առումով, եթե ինչ որ ինֆորմացիա, ինչ որ խնդիր ունեք դուք ձեր մոտ, դրանք նախապես դատվեք դուք լրագրողներին, մի թողեք, որ լրագրողը փորփրի, դուք մերժեք, լրագրողը փորձի որևէ մեկնաբանություն ինչ որ հարցի մասին ձեզանից բարձել եւ դուք դա չտաք, դա ավելի է խորացնում հետաքրքրությունը, միգուցե իսկապես շատ լուրջ խնդիր կա, մտածում ենք մենք դրա համար ես միշտ, երբ որ շփվել եմ պաշտոնյաների հետ, միշտ ասել եմ բաց եղեք, որքան բաց եք լինում, այնքան լրագրողներն էլ ամեն դեպքում մարդ են, նրանք լրագրող լինելուց առաջ մարդ են, երբ որ ինչ որ բան փակում ենք ու առաջ, դուք ավելի ժպիտ առաջացրեք։ Հա, չէ, ես միշտ այդ դեպքերում ասում եմ, որ հերոտանից դերից լրագրողներ են մարդ։ Երբ որ դուք փակում եք ինչ որ ինֆորմացիա, ինչ որ մեկնաբանելու հնարավորությունը նրա առաջ, նա ավելի որոշակի տրամադրվածություն է առաջանում, իսկ երբ որ դուք շատ սիրով, շատ պատրաստակամությամբ պատասխանում եք բոլոր հարցերին, ասում եք ավելին, քան լրագրողն է հարցնում, հավատացեք, կոտրում եք որոշակի բացական բան։ Ինչպես ժամանակին Սամվել Ալեքսանյանը, երբ ազգային ժողովի պատգամավորը, հիշում եք ոնց էր պատասխանում։ Իր այդ մի քիչ ոչ այնքան բարձրակարգ չէ, ոչ այնքան բարձրակարգ հումորով բնականաբար, հա։ Եվ ես դա գաղտնիք եմ նաև երբեմն որպես գաղտնիք էլ ասեմ, ով որ չգիտի, ես պաշտոնյաներին ասում եմ, երբ որ ավելի ակտիվ լրագրող էի ազգային ժողովում, ասում եմ, ես ձեզ գաղտնիք ասեմ, երբ որ դուք շատ բաց եք լինում, երբ որ դուք պատրաստակամ եք լինում, լրագրողի մոտ, եթե ինչ որ բացական ինֆորմացիա կա ձեր մասին կամ տրամադրվածություն այդ ինֆորմացիայի ազդեցության
ուղղությամբ ձեր նկատմամբ դա կոտրվում է։ Ես Հասկացեք, ուրիշ երբ որ գրիչը վերցնում եմ եւ նյութ եմ գրում, արդեն այդ բացականը կառույցներում, որտեղ ես աշխատել եմ ժամանակին, նաեւ որոշակի պաշտոններ եմ զբաղեցրել, ասում եմ Ժորժ ջան, եթե մենք աշխատում ենք բաց ու թափանցիկ, մենք լրատվական միջոցների համար դառնում ենք անհետաքրքիր։ Այո, անհետաքրքիր։ Այո։ Այսինքն ինտրիգից զրկում ես, այո։ Եվ դա իհարկե մեր օգտին չի, բայց ձեր օգտին է։ Դրա համար ես դեմ եմ եւ լավ կլինի, որ այդ մի տարին, եթե իսկապես մի տարովա դա կրճատվի նոր տարուց հետո եւ միանգամից հավատարմագրում ստանան մեր գործընկերները եւ բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում հաջորդ տարվանից հետո, քանի որ մենք խաղաղությանն ենք գնում, խաղաղություն լինի նաեւ թող պաշտոնյաների եւ լրագրողների միջև բաց եղեք մեր առջև, որքան դուք բաց եք լինում մեր առջև, այնքան դուք եք շահում դրանից, իհարկե մենք էլ ենք շահում։ Սուրբ Ծնունդը պատժամիջոցների կտրում է, այո, եւ հաջորդը 40 օրվա ընթացքում վերականգնվում է։ Դե ես Արմինեի նման շատ այդ ուղիղ եթերով, այսինքն այդ իրադարձություններին չի հետևել։ Հետո երբ իմացա, եղել է միջադեպ, եղել է, այսինքն արդեն կոնկրետ սանկցիա, առաջինը ինչ արեցի, փորձեցի գտնել, թե ինչից է դա սկսվել։ Ես անկեղծ ասեմ, որպես ազգային ժողովում եւս աշխատած մարդ, համայնքներում աշխատած նախարարություններ եւ այլ պետական մարմիններում ես որևէ տարօրինակ, այսինքն այդպես ինչ-որ բան, որ իմ աչքին կլիներ անսովոր, ես չտեսա։ Լրագրողները, ովքեր որ փորձում են մոտենալ պաշտոնյայի, դա միշտ եղել է, նույնիսկ Թրամփի օթանավում, լրատվամիջոցների ներկայացուցիչները նրան ներն են գցում, այսպես ասենք։ Որ ասես գնա հերու գնա չաղով։ Այո, չաղով մի փոքր ավելի կոպիտ բառ օգտագործես, բայց ուսով եմ մեզ մոտ, այո, գործը այդտեղ չի ասի, ես տարօրինակ ոչ մի բան չտեսա։ Հիմա հարցը ուրիշ տեղում է, ինձ թվում է, եթե ազգային ժողովը կարող է կիրառել ազգային ժողովի նախագահությունը, տենց նախագահանը, չգիտեմ, կարող է կիրառել այդ սանկցիան, աշխատակազմը կարող է կիրառել այդ, ես տեղյակ չեմ արդյոք կա հնարավորություն դա բողոքարկելու։ Հիմա պայմանական վերցնենք, եթե ժողովուրդ օրաթերթի լրագրողները մոտեցել են եւ ոչ պատեպահի, ձևակերպում այսպես պայմանական ունեն վերցնենք ոչ պատեպահի։ Կա արդյոք հնարավորություն դա բողոքարկելու եւ կա արդյոք ինչ կանի նույն որոշումը կայացնող կառույցը, եթե մեր լրատվամիջոցները հանեն բազմաթիվ կադրեր, երբ որ դա անում են ոչ թե երկուսով, այսինքն չակերտավոր հարձակվում են իշխանավորի վրա, այլ անում են 10 հոգով, 15 հոգով, բա նախադեպը երբ է։ Ինչն է, այսինքն հիմքը որ պահն ենք մենք վերցնում։ Ես դեմ չեմ մեդիա, այսինքն այդ շփումների կարգավորմանը, որոշակի նորմերի գրված չգրված, խնդրում եմ սխալ չհասկանալ, ես ինստիտուցիոնալ մոտեցման կողմնակից եմ, բայց ինստիտուցիոնալ մոտեցումը սկսվում է ոչ թե այդ պահին էմոցիոնալ ինչ-որ որոշում կայացնելուց, այլ փաստերը հաշվի առնելու, նստել կլոր սեղանի շուրջ, մենք կարող ենք նաև տրամադրել մեր հարթակը, լրագրողների խումբը, թող գան քննարկեն, հասկանան, թե ինչ կարող են առաջարկել։ Այն դեպքը, որ ես տեսա այդ օրաթերթի երկու լրագրողների պահվածքի, այսպես ձևակերպեմ, ինձ համար ոչ մի նորություն, առավել ևս այս կողմ ավելին ծանր դեպքեր, ճակերտավոր ցուցադրը, երբ որ օրինակ հարցակվում են ճակերտավոր 10 հոգով, 15 հոգով, պլյուս օպերատորներ, պատգամավորի ճանապարհը, այո, չեն թողում շատ լրագրողներ, նման դեպքեր, մեզ չի որ հիմա տեսեք, այստեղ խնդիրը ես այդպես հասկացա իրավիճակը։ Եկեք մի բան հասկանանք, մեր համար ֆիքսենք, հասկանալի է, որ լրագրողները սրբեր չեն, հա։ Հասկանալի է, որ սրբեր չեն նաև պատգամավորները կապ չունի։ Պաշտոնյաները իշխանական, լինեն ընդդիմադիր, հա, բոլորն էլ հա ինչ որ պահի տակ անտրամադիր կարող է լինել, չգիտեմ, ձախ ոտի վրա արտնացել եւ այլն, ասենք, այդ օրը տրամադրված չի, ասենք, եթե ես կադրերը նայում եմ, ասենք, ակնհայտ երևում էր, որ պարոն Կոնջարյանը խոսելու տրամադրված չի։ Ներվային էր մարդիկ, այն ջղային էր, բարկացած էր։ Առաջ դա տանը պետք է հաշվի։ Հա, ես հենց այդ եմ ասում, այսինքն այն որ ես առավոտը անտրամադիր արտնացել եմ, ես լրագրող եմ, այդ չի կարող արդարացնել իմ գործողությունները, որ ես անելու եմ հետո դրանից հետո արդեն, հա, ես եկա աշխատանքի, ես այսօր եկա հարցազրույցի կամ հրավիրեցի ինչ-որ մեկին հարցազրույցի, ու ասում եմ, գիտես ինչ կա, ես այսօր անտրամադիր եմ, ես այսօր քեզ շատ վատ հարցեր եմ տալու, շատ վատ, ինձնից չնեղանաս, բնականաբար։ Մենք վատ հարցեր կարող ենք տալ։ Չէ, վատ էդ իմաստով։ Եվ մեր հարցերը պետք է իրանց քիմքին հաճո չլինեն բնականաբար։ Էդ իմաստով վատ չէ, որ չգիտեմ, ինչի է աչքը ծուռ, ենթադրենք, ասենք, այդ որակի հարցեր եմ տալու։ Չեմ կարող ես նման բան անել, ես դրա իրավունքը չունեմ։ Այլ հարց է,
միաժամանակ նաև որ մեր լրագրողները տվել են նաև դրա ոնց ասեմ հիմք ասեմ դրա նախադեպ ասեմ առիթ ասեմ պատճառ ասեմ ահագին բան կարելի ասել հա որ մեր ժամանակակից ժուրնալիստիկայի հետ կապված մենք լիքը խնդիրներ ունենք եւ հիմա ես ուզում եմ մենք հասկանանք հիմա այդ խնդիրները մենք ոնց կարող ենք լուծել լիցենզավորումը դրեցինք մի կողմ դա չաշխատող մեխանիզմ է դա ըստ էության հակաժողովրդավարական մեխանիզմ է ինքը իրանով որովհետեւ ելի եմ ասում եթե նույնիսկ իդեալական պայմաններ է ստեղծում լիցենզիա ստեղծող տրվող մարմին հետևող մարմին եւ այլն վաղը չես կարող իմանաս այդ մարմինը ոնց է ձևակերպվելու ոնց է ձևավորվելու եւ ոնց կարող է ձևախեղվի որովհետեւ լիցենզիա չէ իհարկե բայց ինքնակարգավորվող ինչ որ մարմին ըստ երևույթին ավելի պրոֆեսիոնալ, ավելի ինստիտուցիոնալ մարմին է մենք ունենք այդ նաև որոշակի չափման նաև գործառույթ ունեցող ինչ որ մարմին միգուցե ես չեմ կարող ես ասել ճիշտը որն է ես ինքս ինձ մտածում եմ երբեմն որ նման դեպքերի լրագրողների նկատմամբ կամ մասնակցության պաշտոնյաների հետ դեպքեր են լինում ես մտածել եմ ասում եմ միգուցե պետք է որոշակի ռեյտինգային կամ չափման ինչ որ գործիք օգտագործել, այո, խաղի կանոններ սահմանել եւ որոշակի ռեյտինգավորում, այո, ներկայացնել լրագրողին կամ կանոնները կոչվում են զանգվածային լրատվության միջոցների մասին Հայաստանի Հանրապետության օրենք։ Պաշտոնական չլինի, նկատի ունեմ դա չլինի օրենքով։ Չէ, ուրիշ խաղի կանոններ, մի րոպե, օրենքով ցանկացած որտեղ օրենքը միշտ հակազդեցություն եւ հակատրամադրվածություն է առաջացնում։ Բան չունեմ ասելու, բայց լինի մեր միջից դա, մեր մեջից։ Չի աշխատելու, որովհետեւ ես ին վրա վերցնեմ այդ օրինակը, պատկերացրեք, մենք այդպես մի հատ ինքնակարգավորվող նոր մարմին ենք ստեղծում։ Ես ասում եմ ազնիվ պիոներական, ես այս կանոնները պահելու եմ, հետո 3 օր հետո չեմ պահում, ինչա լինում դրանից հետո ասելու եմ վայ ամոթ քեզ։ Մարմինը չի պահելու, թե լրատվամիջոցը։ Դուք չեք պահելու, շատ լավ։ Մարմինը մշտադիտարկումներ է ինչա լինելու դրանից հետո։ Մեր լրատվամիջոցները այնքան շատ են, որ դժվար է բոլորին էլ մշտադիտարկել։ Ենթադրում եմ, չգիտեմ, ճանապարհներից մեկն է, դա շատ իսկապես բարդ թնջունք է մեր լրատվամիջոցների, հատկապես սոցիալական ցանցերի ակտիվությունից հետո լրատվամիջոցների խնդիրը։ Միգուցե մշտադիտարկում այս լրատվամիջոցը որքան հիմա շատ լավ է, չէ, տարածված նոր բան է, ժանր է fact checking-ը, որն է ավելի շատ մանիպուլացնում, որն է ավելի շատ սխալ լուրեր կան նման լրատվամիջոցներ եւ կան իհարկե շատ մեր պատվարժան լրատվամիջոցներ, միգուցե ռեյտինգավորել է պետք եւ լրագրողին, ես չեմ կարող ասել, սա պահիտակ առաջացած միտք է, բայց միանշանակ ինչ որ կերպ կարգավորել ըստ երևույթին անհրաժեշտություն կան պատվախնդիր լրատվամիջոցներ, այն լրատվամիջոցների հետ, որտեղ ես համագործակցել եմ Ամեկ+-ը կամ շատ այլոք, նման խնդիր չկա, օրինակ ես մի անգամ մի էսպիսի առիթ եղավ Պաշտպանության նախարարությունից լրատվական գործընկերներով զրուցում էինք, ասին մենք մշտադիտարկում անելուց Ամեկ+-ին գրեթե չենք դիտարկում, ես մի տեսակ վատ զգացի, ասեցին որովհետև մենք գիտենք, որ հա, ես չհասկացա ինչ ասում, որտեղ մենք գիտենք, որ դա դժվար թե այնպիսի լուր տեղադրի, որը մանիպուլյացիա է ու իսկապես մեր մոտ շատ դա բարձր հիմքերի վրա է դրված, դա ըստ երևույթին ես չեմ կարող ասել, լրատվամիջոցը ինքը ի վերջո պետք է գիտակցի, որ դեռ չկա, բայց մյուս կողմից էլ պաշտոնյաներին էլ ես խորհուրդ եմ տալիս նույն եւ միայն մեկնաբանություն տալ դեպքում, երբ որ ինչ որ հարցով մենք նամակ ենք ուղում եւ ակնկալում ենք պատասխանի նյութ գրելու համար, բաց եղեք հնարավորինս որ դառնաք անհետաքրքիր։ Ես կարծում եմ անուն դեպքում այս տարիների փորձը ցույց է տվել, որ իրավական կարգավորում, այսինքն բերել պետության եւ ասել այս դաշտը կարգավոր դա միանշանակ չի աշխատելու։ Դրա հետևանքներն ասեմ ինչն են լինելու, մարդիկ սկսելու են ոչ իրենց դեմքով, fake edge-երով, սունկ կայքերով, Միացյալ Նահանգներում Եվրոպայում գրանցված ինչ-որ դոմեյններով սկսել նույն գործունեությունը ծավալել Հայաստանում։ Այսինքն եթե դու չես կարող վերահսկել, պետք է գոնե ներքին, այո, առաջնորդես, հա։ Այդ առումով ես ուրիշ հարց կուզեի տալ, օրինակ տեսեք, երկար ժամանակ աշխատել եմ տարբեր պետական կառույցներում, տարբեր պաշտոնյաների հետ որպես մամուլի պատասխանատու, այն ժամանակ ես գիտեի Հայաստանի բոլոր լրատվամիջոցների անունները։ Ես հիմա այնպես չի որ շատ մեծացել եմ, հա, բայց հիմա
շատ հաճախ լինում է, երբ որ անուն են տալիս, ասում են դա որ լրատվամիջոցներ, դա ով էր խմբագիրը, այսինքն ես, որ նաև մարդեմով հիմնադրել եւ մեր ադմինների, սիրելի ադմինների հետ մինչեւ հիմա 11 տարի արդեն այդ խումբն ենք խաղի կանոններով, հստակ խաղի կանոններով ղեկավարում, ես նույնիսկ չգիտեմ լրատվամիջոցներին, անկեղծ եմ ասում, անվանական։ Այդ իրականում քանակի մասին է խոսում, որը որ երևի 10 տարի առաջ սկսված մի հատ process-ի արդյունքը, երբ այդ շատ ավելի վաղ լրատվամիջոցները սկսեցին սարսափելի արագությամբ աճել, քանակը նկատի ունեմ։ Եվ միգուցե եւ այն խնդիրները, որ մենք հիմա ունենք լրատվական դաշտում, որոնք մենք ստիպված ենք քննարկել եւ որոշ դեպքերում զբաղվել ինքնակնդատությամբ, ինչ առողջ բան է, առողջ մարդը ինքնակնդատությամբ էլ պիտի զբաղվի։ Սա ես ասում եմ իմ բոլոր գործընկերների համար, ու թվում է թե լրագրողները սուրբ գովեր են, դա այդպես չի։ Նախ մենք սուրբ չենք, երկրորդը գով չենք, այդ երկու բանը պետք է անպայման հիշել։ Հիմա տեսեք, այդ քանակությունը, որ ստեղծվել է, ինքը ինչին է տանում։ Ինքը տանում է նրան, որ ջունգլիների օրենքն է սկսում աշխատել, այսինքն դու պիտի անես ինչ-որ մի բան, դու պիտի ներկայանաս որպես ուժեղ կողմ, այն արդեն դուրս է եկել շրջանառությունից այդ բառը, բայց հիմա ես էլի վերադարձնեմ դուխով լրագրող, որ այդ տեսեք, ես չգիտեմ, այս մեկին ինչ ասեցի, այս մեկին ոնց տեղը դրեցի, ըստ էության լրագրողը դառնում է բանավեճի կողմ, այսինքն դա մենք արդեն գործ ունենք մասնակցային ժուրնալիստիկայի հետ, այսինքն ժուրնալիստ դառնում է իրադարձության մասնակից, ոչ թե լուսաբանող լրագրողը։ Եվ դա չէ, եւ դա բերում է ինչին։ Դա բերում է, այսինքն պատճառը, որովհետեւ էլի եմ ասում, քանի որ շատ են, իրանք այդ վայրի մրցակցությունն է իրար մեջ, եւ այդ վայրի մրցակցության արդյունքում զրոյին են ձգտում բոլոր սկզբունքները, որոնցով օրինակ ես եմ միշտ աշխատել կամ փորձել առաջնորդվել իմ մասնագիտական գործունեության էլի շատ ու շատ լրագրողներ կան։ Եկեք դա էլ բարձանք, էլի մրցակցություն։ Շատ լավ, վայրի մրցակցություն ինչի համար։ Ես հիշում եմ, երբ որ ես էի սկսում 2000-ականներին կամ մի փոքր ավելի վաղ լրագրությունը, բան եմ ասելու փողի։ Միգուցե մրցակցությունը, այո, գնում էր նրա միջև, թե տվյալ իրադարձությունը կամ ընդհանրապես հաջորդ օրը, երբ որ գալիս բացում ենք թերթը, ում հոդվածն է ավելի լավը, ավելի որակյալ, ավելի աշխատած, ասում ենք, չէ, ավելի աշխատած։ Հիմա լրագրությունը շատ էժանացել է։ Դուք ասում եք փողի, բայց լրագրությունը ինքը էժանացել է։ Լրագրող դառնալը, լրատվամիջոց բացելը եւ լրագրողի անունից հանդես գալը այսքան չպետք է ցածրանար եւ այսքան չպետք է էժան լիներ։ Լրատվամիջոց, դուք հիշում եք լրատվամիջոց բացելը, եթե լինում էր, քանի տարին մեկ կարող էր մի թերթ կամ մի կայք բացվել։ Հիմա սոցիալական ցանցերում բացում ենք ինչ որ մի էջ, ունենում ենք մի հատ ոչ շատ մեծ, միգուցե նաեւ լավ որակյալ հեռախոս եւ մենք արդեն լրագրող ենք։ Լրագրությունը շատ էժանացել է եւ իհարկե մտահոգիչ է դա, բայց կարգավորման ուղիները բոլորովին ոչ մենք ինքներս ենք փորձում, ես մեզ էլ քննադատեմ, ոչ մենք ինքներս ենք փորձում որոշակի պատվախնդրության տեսանկյունից մեր մասնագիտությունը մոտենալ, պետությունն էլ որոշակի փորձեր անում է եւ վախենում է, որ իրենք կքննադատեն կամ անում է եւ մենք ենք սկսում իրան քննադատել եւ լրագրողական կազմակերպությունները արդեն ոնց կարծեք թե միջանկյալ կառույց են, նրանք էլ ես երբեմն խոսում եմ մեր այդ գործընկերների հետ, նրանք էլ չեն գտնում լուսման բանալին։ Որն է լուսման բանալին, այս պահին դժվար է ասել։ Ըստ երևույթին նորից պետք է գնանք ակունքներ եւ սկսենք կրթությունից։ Չգիտեմ։ Մենք անցած հաղորդման ժամանակ ստիպված հասանք այդ կետին, որովհետեւ գիտեք ինտելեկտուալ մարդը իր համար շատ դժվար է սրիկայություններ անել։ Հա, երբ մարդը կրթված է, մարդը դաստիարակված է, իր համար սրիկայություն անելը շատ դժվար է։ Ես չեմ առանձնացնում մնացած լրագրողներից կամ լրատվական դաշտից, բայց ներողություն։ Ցավոք սրտի սրիկայություն լրատվական դաշտում, մեր լրատվական դաշտում դարձել է նորմ։ Ընդ որում այդ սրիկայության համար ներողություն չխնդրելն էլ է դարձել նորմ։ Սխալների համար ներողություն խնդրում են, շատ հազվադեպ։ Չեմ հիշում, երբ վերջի դեպք, երբ որ
հրապարակում եղել է սխալ ներողություն են հայցել, ես չեմ հիշում, Մեդիամաքսը, բայց մի ուրիշ բան էլ կա, ես համաձայն եմ եւ շնորհակալ եմ այս անկեղծ զրույցի համար, շատ անկեղծ զրույցի համար, բայց այս մեկ ոլորտ վերցնել, այսինքն վերցնել միայն այս ոլորտը մեդիայի լրատվության եւ դա չդիտարկել ընդհանուրի հասարակության մեջ, այո, քաղաքական դաշտի մեջ, այո, փոքր չաշխատող է, գիտեք, հիմա նույն բանը երբ կարող ենք մենք մեզ քննադատել համեր ոլորտային, բայց մյուս կողմից դուրս է գալիս փողոց եւ սկսվում են այդտեղ արդեն բարեկային ծառայություն, աղբահանություն, չգիտեմ, լուսավորություն, փոսանորոգում, այսինքն բոլոր առանձին ոլորտներ են, որոնք զարգացումը ես կարծում եմ պետք է լինի համընդհանուր եւ դանդաղ, այսինքն արդարության ասեմ, որ ես մի քանի անգամ դա ընդգծել եմ, որ եւ մեր ունկնդիրներ եւ ակնդիրները նաեւ հաշվի առնեն, որ լրագրողները որպես այդպեսին, հա, մեզ լուսնից չեն իջացրել։ Այո, տեսեք, խոսույթը բարերի ընտրությունը, արտահայտությունների կամ տոնի ընտրությունը մեր ազգային ժողովում եւ համեմատեք մեր լրագրողների հետ։ Դրանք շատ փոխկապակցված են։ Այո, հատկապես ազգային ժողով գնացող լրագրողնի եւ որքան բարձր ձայնով եւ որքան սուր բառերով հայհոյի, նա ավելի զիլ պաշտոնյա է կամ նա ավելի զիլ լրագրող է։ Ավելի առարկայական, եթե ավելի մեր քննարկած թեմաներին անդրադառնանք սկզբի առաջի հարցին։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ եթե կա սանկցիա մի կողմին, օքեյ, ընդունենք, լավ, ենթադրենք, ապա մյուս կողմին էլ պետք է լինի անդրադարձ։ Այսինքն իսկ հնարավոր է, որ խախտվել է ոչ թե մի կողմից, այլ այն մյուս կողմից էլ կա, կամ եթե իրավիճակը ստեղծվել է միգուցե արժի հենց այս ֆոնի վրա առաջի քայլ անել, փորձել։ Տեսեք, լավ, օրինակ պարոն Կոնջարյանը այդ օրը ոչինչ չի արել, որի համար իր նկատմամբ սանկցիա կիրառվի, եկեք մի քիչ ավելի այն կողմը գնանք, մի քիչ հետ գնանք, Անժանիկ Քոչարյանի խոսույթը երևի կհիշեք լրագրողներից մեկի հետ կապված, հա։ Ոչ մի։ Այդ Բերանը լվալ բան եւ այլն։ Լրագրողները մի շարք լրագրողներ, լրագրողական կազմակերպություններ պահանջեցին դա դարձնել էթիկայի հանձնաժողովի քննարկման թեմա, չդառավ։ Չի էլ քննարկվել, չեմ հիշում ես այդ մասը։ Դե չէ, դա արդեն։ Ամեն դեպքում ես կարծում եմ, իհարկե ես չեմ ուզում մեր հանրության համքարության, այսպես ասած, մոտ արկա բացական երևույթները արդարացնել, բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ պաշտոնյաները պետք է շատ ավելի մեծահոգի լինեն։ Ես ենթադրում եմ։ Բոլորից գոնե առաջ եթե տվյալ դեպքի մասին ենք խոսում, ես իզուր կոչ չարեցի ազգային ժողովում վերացնել այդ պատժամիջոցը լրատվամիջոցի լրագրողների նկատմամբ եւ ավելի չասեմ մեծահոգի, ավելի ճիշտ է դա։ Ավելի ճիշտ է։ Այս խոսակցությունը գիտեք շատ նմանեցրեցի ես 2010-ականներին խոսակցության, երբ որ ասում էին այո մեր երկրում միգուցե շատ բաներ վատ են, բայց տեսեք բանակը ինչ լավ է։ Բայց հետո հակառակն էին ասում, չէ, հետո ասում էին բանակում այսպես դեպքեր ինչու կա, ասում էին մեր հասարակությունից են գնում, այո, մեր զինվորները։ Ես եթե մեր հարգելի գործընկերները վստահ եմ ճիշտ կհասկանան, բայց եթե կա խնդիր, ապա այդ խնդիրը միայն լոկալ տեղում չի, այդ խնդիրը հասարակությունն է, այդ խնդիրը ավելի լայն է, սկսած նորից վերադառնանք մեր, ասենք սիրելի փոսանորոգումների կամ գծանշումների թեմայից մինչև, այսինքն խնդիրը անառողջ մթնոլորտը ինքը համակարգային է, ինքը ներքևից բարձրանում հասնում է մինչև ամենավերև, մինչև բանակ, մինչև մեդիա, չգիտեմ, ինքը ուղղակի արձագանք է, ինքը ուղղակի այդ երևույթներին չեն կարող, չէ՞, օրինակ մեր լրատվամիջոցներից հիմա ցանկացած լրագրողի գործողել Ֆրանսիայում, նա չի կարող նույն կերպ աշխատել, չէ՞, այսինքն միջավայրը այլ է, չէ՞։ Ռուսաստանի Դաշնությունում ես մի նախադեպ հիշել եմ 16-17 թվականին նմանատիպ իրավիճակ եղավ էլի ազգային ժողովում այն ժամանակ աշխատակազմի ղեկավարը բոլորովին այլ քաղաքական ուժեր ներկայացնում այն ժամանակ ազգային ժողովի նախագահը բոլորովին այլ քաղաքական ուժեր ներկայացնում իրավիճակը նմանատիպ էր բայց հանուն արդարության եմ ասում երբ լրագրողը ասեց ես որտեղ ուզեմ ինչ կուզեմ կարող եմ անել ես ասից դու Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովում եղել ես ասում այո ասում եմ այնտեղ ինչ ուզել ես որտեղ ուզել ես արել ես ցանկացած սենյակ կարող ես մտնել ասում ոչ ասում եմ իսկ ինչի է քեզ դու թե այստեղ կարող ես դա անել չէ ինչու որտեղ մերն է հա մենք իրար ճանաչում ենք եւ այլն իսկ այնտեղ կարող է անվտանգությունը խփի վզակոթիդ ինչի
Ես այդ մղումը, որը մոտ երևի 10-15 տարի է մտավ լրագրողների մեջ, այդ միկրոֆոնը վերցրած սրա նրա հետևից վազելը կներեք իհարկե անհարգալից բան չի, ես բառացի եմ ասում, սրա նրա հետևից վազելու սովորույթը ես չգիտեմ որ բային արմատացավ ու դարձավ ժուրնալիստիկայի տեսակ, դա ավելի շատ, չգիտեմ, պապարացիություն է, պապարացիները իմ համար լրագրողներ չեն կարող լինել, եւ ես չգիտեմ ես երևույթը Սրա նրա հետևից պաշտոնյաների նկատի ունենք վազել եղել է միշտ էլ երբ որ իսկապես եղել է բառից բուն իմաստով ես ինքս էլ եմ փորձել կամ իմ սերնդի այն վաղ սերնդի 15-20 տարի առաջ փորձել ենք վազելով պաշտոնյայից ինչ որ բան կորզել բայց այո ես նկատի ունեմ որ միկրոֆոնը ձեռքից վազում ես հետևից այնքան մինչև մարդուն հունից հանես այսինքն նպատակը ոչ թե հարցի պատասխան ստանալն է ինչպես մենք ժամանակին արել ենք ես էլ դու էլ նույն ամեկ պլյուսում ես ինքս էլ եմ աշխատել ու հա մեկ ստիպված էինք բանի նման այդ խեցու նման բացել վազելով խնդրում եմ պատասխանեք մեր հարցին այո բայց որ միկրոֆոնը մտցնեմ բերանը չէ պետք է բան ու դառնամ պոլեմիկայի մասնակից դառնամ տենց բան չի եղել այո ես էլ իմ ակտիվ լրագրության ժամանակ չեմ տեսել որևէ մենք լրագրողներս չէինք ընդունում դա այո ինչ որ բան փոխվել է հիմա ինչ է փոխվել դժվար է ասել նաև որակը ինչու միայն դա նյութերի հարցերի ինչու մենք սովորեցրեցինք հասարակությունը թե հասարակությունը պահանջեց դա որ նյութը պետք է լինի միայն վերնագրով կարդանք աշխատած ինչպես սկզբում ասացի աշխատած նյութ չլինի մի կողմի մեկնաբանությունը լինի, երկրորդ մեկնաբան շատ քիչ լրատվամիջոցներ հիմա բազմակողմանիորեն վերլուծված եթե չասեմ կամ ներկայացված կարծիքներ ներկայացած նյութեր են տալիս։ Բայց հանուն արդարության ասեմ, որ միշտ չի որ դա հաջողում է, որովհետև ես եղել եմ դեպքեր, ասենք ես ինքս եմ եղել ղեկավար լրագրողական թիմի, այսպես ասեմ։ Այս կողմը արձագանքել է, մյուս կողմը չի արձագանքել համառորեն, ընդ որում այս մի կողմը թվում է թե առաջինը ինքը պետք է արձագանքել, բայց չեն արել։ Գոնե փորձ անեն։ Փորձ չէ, փորձ պարտադիր է, գոնե պետք է փորձես։ Բայց տեսեք, իմիջիալոց, այստեղ մի հատ բան կա, մի ներբությունն էլ կա, այսպես գաղտնիք են բացում էլի, նաև պաշտոնյաների համար թող իրենք էլ իմանան, այն որ մարդը նյութը գրում է ասենք երեկոյան մի հատ հարցում է ուղարկում, նյութը հրապարակում ասում է միակողմանի։ Ասում է, բայց մենք այս հարցով դիմել ենք այս ինչին, երբ պատասխանը ստանանք, էդ էլ կհրապարակենք։ Այստեղ մի փոքր այլ տեղ ենք տեղափոխվում արագությունը, մեր կյանքի արագությունը հիմա շատ է փոխվել։ Հիմա տեսեք մենք դժվար է, այո, փասը։ Եվ այդպես էլ թե նախկին թե գործող իշխանությունների օրոք պաշտոնյաների լրատվական ծառայությունները բավականին դժվար են լրագրողներին արձագանքում։ Այդ առումով կարծեք թե բան չի փոխվել գոնե։ Բան ասած, եթե գլուխ չկովեմ, կներեք 1000 անգամ գլուխ չկովեմ, բայց օրինակ մինչև 2017 թիվը, հա, երբ որ ես ակտիվ այդ մեդիայի հետ խոսնակի պարտականություններ են կատարում, այն ժամանակ խոսնակներ իրենք քիչ թե շատ ավելի լավ համեմատում եմ ավելի հայտնի էին ավելի նրանք կարող էին ինչ-որ բան ասել այո կամ ոչ կազմակերպեմ եւ կազմակերպեին չեն կարող կազմակերպել չեն կարող կազմել հիմա դա մի ուրիշ հարց է այսինքն լրատվամիջոցների համար էլ է դժվար ես նույնիսկ ես չեմ ճանաչում մեծ մասին հասկանում եք մենք որ չենք ճանաչում դա այլ խնդիր է դա գուցե մեր խնդիրն է որովհետեւ մենք շատ ակտիվ չենք լրագրությամբ կարող ենք համեստություն անել եւ ասել որ այլ խնդիրն է բայց որ առիթի դեպքում կարելի է նաեւ ծանոթանալ էլ նաեւ անհրաժեշտության դեպքում առիթի դեպքում չասեմ բայց գործելավոճը շատ չի փոխվել նրանք փորձում են հնարավորինս Ուշ հնարավորինս թակում պահել հակառակը ես ասում եմ նախահարցակ եղեք դուք ինքներդ առաջին հրապարակեք միանգամից արձագանքեք ինչպես դու ես ասում հետաքրքրությունը օրինակ տարիներ առաջ հա իշխանական ֆրակցիայի նման պաշտոնյային մոտենալու առաջ կլիներ լրատվության վարչության աշխատակից, չէ՞, կամ կլիներ կուսակցության մամուլի խոսնակ, այսինքն մարդիկ կային, ովքեր աշխատում էին լրատվամիջոցների հետ միգուցե այստեղ էլ է խնդիրը, այսինքն որ մարդիկ արանքից դուրս են եկել
եւ շատ ուղիղ է գնացել արդեն կոնտակտը։ Այդքան էլ, հա, միգուցե, բայց լրագրողների համար, աշխատող լրագրողների համար միշտ էլ պաշտոնյաները որոշակի առումով հասանելի եղել են։ Ամեն դեպքում նրանք ազգային ժողով բոլորն են գալիս, չէ՞, բարձր պաշտոնյաները, եթե ուրիշ որևէ տեղ, ապա այնտեղ հաստատ միջանցքում հաստատ գալիս են, այո, ստիպված հասանելի են դառնում։ Մեր կառավարությունը անհասանելի ոչինչ չկա, եթե լավ փորձում են հասնել։ Միգուցե, տեսակետերը ուղղակի։ Նույնն էլ հիմա իհարկե սոցիալական ցանցերը ավելի հասանելի են ամեն ինչ դարձնում, մենք կարող ենք անձամբ գրել կամ անձամբ իհարկե կարող են նաև չպատասխանեն, հա, բայց փակ աշխատելը, ամբողջությամբ բաց չլինելը դա դուք հիշում եք քանի մեղադրում, ճակերտավոր մեղադրում Արմեն Աշոտյանին, որ նա շատ բաց է, այսինքն ասում է, ինչը դուք շատ բաց եք։ Հիմա բոլորն են այդպեսին եւ մի բան էլ ավել, այսինքն Արմեն Աշոտյանը այլ բան է ասում էր ինձ բոլորովին պետք չի Վարշավիր եւ մամուլի խոսք, այո։ Սամսիբի ռեժիսոր, շնորհակալություն զրույցի համար, 30 րոպեն շատ արագ թռավ։ Շատ արագ թռավ նաեւ 2025 թվականը եւ այսօր, ինչպես ես արդեն սկզբում նշեցի, մեր այս տարվա վերջին թողարկումներ, ինչի համար շնորհավորում եմ մեր ռադիոլսողներին, առժամանակ մեզնից կհանգստանեք, բայց ոչ շատ, որովհետև արդեն կհանդիպենք հաջորդ շաբաթօրը եւ էլի իմ գործընկերների հետ, այլ գործընկերների հետ կասենք, թե ինչ ենք մտածում 2026 թվականի մասին։ Իսկ 26 թվականը ես հուսամ կլինի հանգիստ, խաղաղ եւ ընտրական, նորմալ ընտրական տարի։ Եվ հույս ունեմ եւ մաղթում եմ մեր լրագրողներին, որ այլևս երբեք ստիպված չլինեն լուսաբանելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ոչ խաղաղ իրավիճակները, ինչպիսիք են քաշքշելը, բռնելը, ինչպիսին են սահմանային հարձակումները, այլևս երբեք մենք չունենանք մեր լրատվամիջոցները փորձեն սկանդալային, որքան էլ տխուր կլինի մեզ համար, փորձեն որևէ սկանդալային թեմա գտնել եւ դա բարդ լինի ու ի վերջո մենք սկսենք մեր տնտեսական կամ այլ խնդիրներից խոսել եւ ոչ թե ինչ-որ սկանդալային բաներից։ Նույն գրեթե նույն մաղթանքներն եմ, ես օրինակ երազում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում եւ թերևս հայալեզու, այսինքն մամուլում ամենադիտվող նյութերը դառնան սպորտային հաջողությունների նյութերը, մշակութային միջոցառումները եւ այլևս քաղաքական հարցերը, դա իմ ցանկությունն է, միգուցե հոգնել եմ, չգիտեմ, բայց այդ այլևս այդքան թոփերում չլինեն, դուք բացեք ցանկացած կայքում ամենակարտացված դիտված լուրերը։ Ես էլ եմ օգնել, բայց ստիպված եմ լինելու էլի շարունակել մնալ այդ ամենի մեջ։ Շնորհակալություն զրույցի համար, հաջողություն, կհանդիպենք արդեն գալիք տարի։